Եթե ձեր դեռահասը չի ենթարկվում, չի կատարում ձեր ասածները, բղավում է, հակառակվում եւ այդ ձևով փորձում է հասնել իր ուզածին, սա պարզապես վատ վարք չէ։ Շատ հաճախ մենք գործ ունենք ոչ թե անհնազանդության, այլ հուզական եւ հաղորդակցության հմտությունների պակասի հետ։ Շատ կարեւոր է հիշել, որ մեր ասածները միշտ չէ, որ անվերապահորեն պետք է կատարվեն, բայց դեռահասը երբեմն կարող է չիմանալ ինչպես արտահայտել իր ցանկությունները, ինչպես չհամաձայնել առանց կոնֆլիկտի, ինչպես կարգավորել իր բարկությունը։ Երբ նա բախվում է սահմանների, պահանջների կամ մերժման, ներսում առաջանում է լարվածություն, եւ նա ընտրում է այն ձևը, որը աշխատել է իր համար՝ բղավել, հակառակվել, ճնշել։ Եթե այս վարքը ժամանակի ընթացքում արդյունք է տվել, օրինակ ծնողները զիջել են, ապա այն ամրապնդվում է եւ դառնում հիմնական հաղորդակցության ձև։ Այսինքն նա ոչ թե պարզապես չի ուզում ենթարկվել, այլ սովորել է, որ ագրեսիան աշխատում է։ Ինչ անել։ Առաջինը, սահմանները պետք է լինեն հստակ եւ հետեւողական, բայց ոչ ագրեսիվ։ Երկրորդ, կարևոր է չմտնել պայքարի մեջ, քանի որ դա միայն ուժեղացնում է դիմադրությունը։ Երրորդ, պետք է սովորեցնել այլընտրանքային հմտություններ, ինչպես արտահայտել դժգոհությունը, ինչպես բանակցել, ինչպես դադար վերցնել, երբ բարկությունը գլուխ է բարձրացնում։ Եվ ամենակարևորը, երեխան չի ծնվում այս վարքով, նա այն սովորում է միջավայրում, ու եթե ուզում ենք փոխել վարքը, պետք է փոխենք նաև մեր արձագանքման ձևը։ Դժվարությունների դեպքում կարող եք դիմել Կանա կենտրոնի մեր մասնագետներին, զանգահարելով մեր հեռախոսահամարներով։